Ֆարտունաստոուն ընկերությունը Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրում էր, ինչպես պարզաբանեց ընկերության ներկայացուցիչ Գուրգեն Հակոբյանը, թեև 2025-ի դեկտեմբերի 26-ին էլ էին լսումներ նշանակել, սրանք առաջին լսումներն են։ Նշեմ, որ մի անգամ նախաձեռնություն եղել է անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին, բայց մենք չիրականացրեցինք հանրային քննարկումը, ու նախաձեռնությունը մեր նայել է, քանի որ հանրային քննարկման հայտարարության մեջ առկա էր սխալ, ինքը տարախնդիր լիներ հետագա ամբողջ գործընթացի չեղարկման հետ կապված։ Ֆարտունաստոունի հիմնադիրները, ինչպես նշեցին լսումներին, ծնունդով Գուգարքից են, ցանկանում են հայրենի գյուղի ընդերքից Մեծ Սարի գրանիտի հանքի հյուսիս-արևելյան հատվածից գրանիտ արդյունահանել։ Տեղի բնակիչների համար աշխատատեղեր կբացվեն, գյուղն էլ կզարգանա, Գուրգեն Հակոբյանն է ասում։ Այս ամբողջ ճանապարհին համայնքը մեր կողքին կլինի, որտեղ առաջին ազդագիրը լինելով թե շահույթի որոշակի մասնաբաժինով սոցիալական ծրագրով, թե ընդհանուր մուլտիպլիկատիվ էֆեկտով այն առումով, որ հիմնականում ներգրաված կլեն հենց համայնքի բնակիչները, հենց կոնկրետ Գուգարքի մասին է խոսքը։ Այս սոցիալականի հետ կապված նաև վարձավճարները մի քիչ այս պայծրության պրոբլեմատիկային առումով, որ վարձավճարները գնում է հենց համայնք, հիմնական Վանաձոր, բայց համայնքն ենթադրում են, որ այդ ուղի նաև Գուգարք բնակավայրի զարգացմանը։ Շրջակա միջավայրին չեն վնասելու, փոշու արտանետումներ չնչին են լինելու, Հակոբյանն է ասում, այլ է տեղանքում բնակվող կենդանիների խնդիրը։ Մեր դեպքում հանքավայրի կորտովյալ գործունեության հետ կապված սանիտարապաշտպանիչ գոտի ստացվում է 300 մետր։ Այդ ազդեցության հետ կապված խնդիրը չունենք, ավելի շատ այս պահին մենք պետք է այդ մասով դիտարկենք կենդանիների միգրացիայի եւ այլ հարցերը, ու դրանք հարցեր գոյություն ունեն, այդ հարցերը արդեն հիմնական փուլերում կանդրադառնան։ Գյուղի զարգացման ու հանքի շահագործման հեռանկարն է ծնունդով Գուգարքցի Արմեն Սաքանյանին հեռավոր Ռուսաստանից բերել հայրենի գյուղ։ Համագյուղացիների հետ լսումների էր եկել հստակ դիրքորոշմամբ։ Ես երկար ժամանակ ստեղ չեմ ապրել, եկել եմ ուզում եմ ապրել, ու շատ ուրախ եմ, որ տնտեսական ակտիվություն պետք է լինի, մեր գյուղը հենց գյուղացիները ներգրաված են այդ կարգի գործերի մեջ, ու խանգարող չլինի մեզ այդ գործերը կատարել։ Մենք շահագրգռված ենք, իմ ստեղ հետ գալու պայմաններից մեկը նաև այդ է, որ ակտիվանա տնտեսական գործունեությունը։ Գուգարքի վարչական ղեկավար Հայկուր Սարգսյանն առաջարկեց լսումների վայրում սպառել բոլոր հարցերը։ Բնակիչները հարցեր չունեին, անգամ Գուրգեն Հակոբյանն էր տարակուսել, ինչ որ շատ իդեալական ստացվեց, կատակեց։ Շատ իդեալական է ստացվում, ձեր հարցերում եք կոնկրետ Ժողովուրդ ջան, ցանկալի դրական ասելիքն էլի ասելիք, պարտադիր չի որ հարց մտածել։ Հիշեցնենք Ֆարտունաստոունի 2025-ի դեկտեմբերի 26-ի լսումներից 2 ժամ առաջ Գուգարքում մեկ այլ լսումներ էին կայացել։ Մարդքար ՍՊԸ-ն էր հավաքել գուգարքցիներին նույն Մեծ Սարում գրանիտի հանքի առանձնացված տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստանալու նպատակով։ Գուգարքի վարչական ղեկավար Հայկուր Սարգսյանը դեռ 2025-ի դեկտեմբերի 26-ին քաղաքացու ձայնի հետ զրույցում խուսափել էր պատասխանել մեր հարցերին, արդյոք երկու ընկերությունները կապ ունեն միմյանց հետ։ Ինչպես է եղել, որ մի դեպքում լսումները մարդաշատ էին, մյուս դեպքում անգամ ինքը տեղում չէր։ Արդյոք նույն Մեծ Սարի տարբեր հատվածներում են ցանկանում արդյունահանում իրականացնել, թե ոչ։ Իսկ այդ չկայանալու մասին իրանց էս ծանոթել են։ Ով չկայանալու։ Դե իրանք չէին ծանոթելու, մարդիկ չեն ներկայացել եւ չի կայացել։ Իրավաբանական անձանց պետռեգիստրի տվյալներով Մարդքար եւ Ֆարտունաստոուն ընկերությունները ստեղծվել են նույն օրը, տարբեր իրավաբանական հասցեներում։ Առաջինի 100% բաժնետերը Տիգրան Անտինյանն է, երկրորդ ընկերության 100% սեփականատերը Վանաձորի Շահումյան բնակավայրի բնակիչ Արամ Մադոյանը, ում բնակության հասցեով էլ գրանցված է ընկերությունը։ Վերջինս լսումներին ներկա էր, բայց հրաժարվեց հարցազրույցից։ Ֆարտունաստոունի ներկայացուցիչ Գուրգեն Հակոբյանն ըստ էության չհերքեց, որ երկու ընկերությունները փոխկապակցված են, ստեղծվել են նույն օրը, նույն օրն էլ լսումներ են նշանակել։ Ձևակերպման մեջ եղած վրիպակից ու հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով Ֆարտունաստոունը չեղարկել է դեկտեմբերին հրավիրած իր լսումները։
Մեր ճշտող հարցին արդյոք երկու տարբեր անվանումներով, բայց նույն նպատակով ստեղծված ընկերությունները փորձում են մաս-մաս արդյունահանել Մեծսարի գրանիտի պաշարները, Գուրգեն Հակոբյանը ոչ հստակեցրեց, ոչ էլ հերքեց։ Բայց իրար հետ փոխկապակցվածություն ունի։ Կարա եւ ունենա, բայց այդ երբանական չի։ Տարբեր ընկերություններով ենք իմում, նախկին Բայց նույն տեղանքի մասին։ Չէ, ասեմ քանքին ինչու՞մ է եղել ավելի բարձրաձայնը, նայեք, այդ տարածքում գործում է Անտոն ՍՊ ընկերությունը։ Անտոն ՍՊ ընկերությունը ընդեր օգտագործման իրավունք ունի Մեծսարի կրանիցիորիտների հանքավերի նկատմամբ, բայց մի մասի։ Դրա հյուսային հատվածը ազատ է, մենք այլ ընկերությունով, իր փաթեթը ես եմ կազմում, այլ ընկերությունով այդ հատվածի համար դիմել ենք, ինչի վերաբերյալ հանրային քննարկումը իրականացվեց։ Բայց նաև այս տեղամասի մեկ էլ է մյուս տեղամասի ու երկու ուսումնասիրության ինքը անունը նմանատիպ էր գրած։ Ինչը կարող փորձաքննական կենտրոնը պրոբլեմ համարել, դրա համար մենք նախաձեռնեցինք, որ նոր իրականացնենք հանրային քննարկում, նախանշվում է հյուսիսարևելյան տեղամաս Մեծսարի կրանիտոձիորիտների։ Դա այն ճշտումը, որը անհրաժեշտ է իրական կատարել։ Ճիշտ եմ ենթադրում, որ երկու տարբեր անուններով ընկերություններ նույն տեղանքում Մի տեղամասում իրականացվում է բուն ընդերք օգտագործման իրավունքի, որը չենք ուզում շահկապված լինի, մյուս տարածքա ուսումնասիրություն է արվում։ Բնականաբար նոասիկ ընկերության սեփականատերերի մոտեցումն է կարելի է շատ հասկանալ։ Արդյոք Գուգարքի վերջական ղեկավարը նախապես տեղյակ է եղել այս սխեմային ու լսումների չեղարկմանը։ Քաղաքացու ձայնին պարզել չէր հաջողվել։ Դեկտեմբերին քաղաքացու ձայնի հետ զրույցի ժամանակ Հայկուր Սարգսյանը մեկնաբանելով Ֆարտունաստոունի լսումների չկայանալը, պնդում էր, որ Վանաձորի համայնքապետարանի կայքում երկու լսումների մասին հրապարակումը տեխնիկական վրիպակի արդյունք է, այդպես էլ չհստակեցնելով, ինչ վրիպակի մասին է խոսքը։ Հավանաբար նկատի ուներ այն, որ լսումների մասին երկու հրապարակումներն էլ բառացիորեն, անգամ տառասխալներով նույնն էին, բացառությամբ ժամերի ու նախաձեռնող ընկերությունների։ Ֆարտունաստոունի այս տարվա լսումների հրապարակման մեջ ավելացվել էր հյուսիս-արևելյան բառակապակցությունը։ Վերադառնանք խնդրո առարկային։ Հարցին, որքանով են հաշտ գուգարկցիները նոր հանքի հետ, այն դեպքում, երբ գյուղի հարևանությամբ գործող քարաղացը պարբերաբար դժգոհության ալիք է բարձրացնում, գիշերային աղմուկ-աղաղակով խաթարելով բնակիչների անդորը, աղտոտելով շրջակա միջավայրը, որից իրենց կենդանիներն ու հողերն են տուժում, վերջիններս միաբերան պնդեցին, թե համաձայն են։ Նրանց մեծ մասը կողմ դիրքորոշումը պայմանավորում է նոր աշխատատեղերի ու բնակավայրի զարգացման հեռանկարով։ Մի խոսքով միաձայն համաձայն են, բոլոր գյուղը տես մի հատ դեմ մարդ չկա։ Այն, որ նույն գործարարները տարբեր ընկերություններով ցանկանում են հայրենի գյուղի գրանիտի պաշարներն արդյունահանել, իր խոսքում ըստ էության հաստատեց նաև Գուգարքի բնակիչ Գագիկ Քարհանյանը։ Նա ևս այն կարծիքին է, որ գյուղի ընդերքը պիտի շահագործվի։ Անցած հանդիպմանը մասնակցել եմ, համաձայնություն տվել եմ, պատճառներ ասել եմ։ Բանը անցյալ կներեք էլի նոր ճշտում անեն, անցյալ անգամների ես եմ ներկայացրել, բայց լսում իրականացրել են Մեծսարի հանքավայրի մեկ այլ տեղամասին, դե արդեն փաստաթված պաշարի, էլի կոնկրետ Ֆորտունաստոունինը չիրականացվեց այդ խնդրի հետ կապված։ Դրա համար ավելի լավ կլինի սրա մասին կարծիք Էլի սրա մասին։ Հասկացա, ուրեմն ասեմ անցած Դա էլի ես եմ ներկայացրել։ բայց նույն մեր գործարարները չեն։ Նույն մարդիկ չեն։ Նույն մարդիկ են։ Վարչական ղեկավար Հայկուր Սարգսյանը որպես համայնքային ծառայող չեզոք դիրքորոշում որդեգրելու փոխարեն կարծիք հայտնեց, որ հանքը գյուղին չի վնասի, որովհետև իր իսկ խոսքով բավական հեռու է գյուղից։ Քանի որ համեմատություն եղավ ԱԲ-ի ավազի հանքի եւ այս հանքը, ընդգծել նաեւ, որ այս հանքը գյուղից շատ մեծ հեռավորության վրա է։ Շուրջ 1 ժամ տևած լսումներն ավարտվեցին նախատեսվող երկրաբանահետախուզական ուսումնասիրության վերաբերյալ նախնական թույլտվությամբ 30-օրյա ժամկետում Վանաձորի ավականին հաշվի առնելով Գուգարքի բնակիչների դիրքորոշումը նիստ կգումարի եւ համաձայնության կամ անհամաձայնության որոշում կկայացնի։ Քաղաքացու ձայնը Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրից։